Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր միասին պատրաստելու ենք անչափ համեղ տորտ բաունտի, որը ուղղակի հալվում է բերանում և իրական բաունտիից ոչնչով չի տարբերվում։ Սկսենք պատրաստելը, կկիսվեմ ձեզ հետ իմ պատրաստման եղանակով։ Առաջին հերթին կպատրաստենք բիսկվիտը։ Դրա համար ծուն կոտրում ենք հարիչի ամանի մեջ, այնուհետև մի փոքր աղ ենք ցանում և միացնում ենք հարիչը, սկսում ենք հարել։ Մի փոքր հարելուց հետո սկսում ենք քիչ-քիչ ավելացնել շաքարավազը։ Եվ հարում ենք այնքան, մինչև զանգվածը իր չափերով մեծանա և փրփրի։ Ահա այսպիսի զանգված ստանալուց հետո անջատում ենք հարիչը և այստեղ ավելացնում ենք կաթը և բուսայուղը։ Բաղադրիչների ընդհանուր քանակությունը կգրեմ տեսանյութի ներքևում։ Նորից միացնում ենք հարիչը, մոտավորապես կես րոպե հարում ենք շատ ցածր արագության տակ։ Այժմ իրար ենք խառնում 4 բաղադրիչները, մաղում ենք ալյուրը, կակաոն, այստեղ ավելացնում ենք փխրեցուցիչը և վանիլինը։ Այս ամենը խառնում ենք և սկսում ենք քիչ-քիչ ավելացնել մեր զանգվածին, շատ նրբորեն խառնելով։ Ահա սիրելի հետևորդներ, այսպիսի զանգված պետք է ստանանք, ոչ շատ ջրիկ, ոչ էլ պինդ, որակով բիսկվիտ ստանալու համար։ Լցնում ենք ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ և հավասարաչափ տարածում։ Ջեռոցը միացնում և տաքացնում ենք 180 աստիճան։ Հավասարաչափ տարածելուց հետո վերցնում ենք այսպիսի փայտիկ և ինչպես ցուցադրում եմ տեսանյութում, այսպես գծեր ենք անում, որպեսզի բիսկվիտը եփվի հավասարաչափ։ Եվ տեղափոխում ենք ջեռոց մինչև պատրաստվելը։ Ինձ մոտ բիսկվիտը թխվեց մոտավորապես 25 րոպե։ Եվ ահա բիսկվիտը պատրաստ է, կթողենք այն սառի, իսկ այդ ընթացքում կպատրաստենք մեր համեղ կրեմը։ Կրեմի համար խտացրած կաթը լցնում ենք կաթսայի մեջ, վրան ավելացնում ենք տաք ջուր և խառնում ենք։ Այնուհետև այստեղ ավելացնում ենք կարագը և կոկոսի քերուկը։ Եվ տեղափոխում ենք գազօջախի վրա։ Ահա այսպես սկսում ենք խառնել, մինչև կարագը ամբողջությամբ հալվի և եփում ենք մոտավորապես 5-ից 7 րոպե, մինչև զանգվածի պնդանալը։ Ահա երբ զանգվածը այսպես պնդանում է, անջատում ենք կրակը, տեղափոխում ենք ամանի մեջ և թողնում ենք, որպեսզի ամբողջովին սառի։ Սառելուց հետո հարիչի ամանի մեջ լցնում ենք սերուցքը և սկսում ենք հարել այնքան, մինչև զանգվածը պնդանա։ Ահա այսպես պնդանալուց հետո մեր արդեն սառած եփած զանգվածը քիչ-քիչ ավելացնում ենք սերուցքին։ Վստահեցնում եմ, որ այս տարբերակով պատրաստված կրեմը անչափ համեղ և բերանում հալվող է ստացվում։
Վերջում ավելացնում ենք վանիլինը և մեր շատ համեղ կրեմը պատրաստ է։ Հեռացնում ենք յուղաթուղթը մեր բիսկվիտից և բաժանում ենք երկու մասի։ Հա տեսեք որքան փափուկ բիսկվիտ ենք ստացել։ Վերցնում ենք բիսկվիտի մի մասը, դնում սկուտեղի մեջ և մեր կրեմը ամբողջությամբ տեղափոխում ենք բիսկվիտի վրա։ Գեղեցիկ հավասարաչափ տարածում ենք հաստ շերտով։ Գեղեցիկ տարածելուց հետո վրան դնում ենք երկրորդ շերտը հակառակ կողմով և տեղափոխում ենք սառնարան։ Իսկ այդ ընթացքում պատրաստում ենք գլազուրը։ Դրա համար շոկոլադի վրա ավելացնում ենք տաք կաթ, եռմանկատ և այսպես արագ-արագ խառնում ենք։ Այսպիսի գլազուր ենք ստանում և այն լցնում ենք մեր տորթի վրա և գեղեցիկ տարածում։ Այսպես գեղեցիկ տարածելուց հետո տորթը տեղափոխում ենք սառնարան ամենաքիչը 3-ից 5 ժամով, որից հետո կտրում ենք և համտեսում։ Սիրելի հետևորդներ, շատ համեղ է ստացվում, խորհուրդ կտամ պատրաստեք, քանի որ վստահ եմ, որ շատ եք հավանելու։ Իսկ եթե հավանեցիք իմ պատրաստած տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը։ Իսկ ես այսօր պատրաստել էի այսքանը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։